պահպանող կոչումների շնորհման արդիվ, որտեղ փնտրում էի արժանավոր մարդկանց, բարեբախտաբար հատկապես դրամատիկական արվեստից ստացել են արժանավոր մարդիկ, շնորհավորում եմ, բայց աչքս զարնեց ինչ-որ Գոնդրաչյան։ Ուշադրություն չդարձրեցին, մտածելով, որ Լիբանանի կամ Սիրիայի երգիչ է, ուրիշ ոչինչ։ Հետո հանկարծ հիշեցի, որ Գոնդրաչյանը Արմենչիկն է։ Սա ընդհանրապես իբրև զգացողություն, իսկ առավել խորը։ Պատվավոր կոչումները շնորհվում են մարդուն որոշակի ճանապարհի վաստակի պրոֆեսիոնալ արվեստում ունեցած ձեռքբերումների և հաստատումների համար։ Պատվավոր կոչումներ շնորհվում են մարդկանց, ովքեր ազգային գիտակցության, ազգային արժեքների պահպանման ասպարեզում, ազգային մշակույթի զարգացման ասպարեզում, ազգի գեղագիտական դաստիարակության ասպարեզում ունեն որոշակի ներդրումներ, ձեռքբերումներ։ Եվ ամենավերջում համաձայն Հայաստանի Հանրապետության պետական պատկերների և կոչումների մասին օրենքի պետական կոչումներ, պատվավոր կոչումներ շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եթե մոտենանք օրենքի դիրքերից, ապա խախտվել է օրենքը։ Արմենչիկը կամ երգիչ Գոնդրաչյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ 1989 թվականից։ Հետևաբար կոչման շնորհումը արդեն իսկ վիճահարույց է, օրենքի կոպիտ խախտում։ Այժմ մոտենանք երևույթի բարոյական կողմին։ Արմենչիկին ես դիտարկում եմ իբրև պայմանական անուն, որտեղ մինչև Արմենչիկը արդեն ստացել են Ալեկ Գյունաշյան, Արման Հովհաննիսյան, Անդրե, որոնք այնքանով կապ ունեն ազգային պրոֆեսիոնալ արվեստի հետ, ինչքան ես տիեզերագնացության։ Ալեկ Գյունաշյանին շատ սիրում, շատ հարգում եմ իբրև մարդ, իբրև տառապած անձնավորություն, բայց վերցնենք ժանրը, որում նա հանդես է գալիս, դա քաղաքային ֆոլկլոր է, չի դա ռապիս է։ Վերցնենք Արման Հովհաննիսյանին, որը պրոպագանդում է վատ երգը, վատ երաժշտությունը, վատ կատարումը։ Վերցնենք Անդրեին, որը աղավաղում խեղաթյուրում է հայկական երգը։ Կարծես այս բոլորի հետ հաշվեցինք, այսօր մեր գլխին առավել մեծ հարված հասցվել, վաստակավոր արտիստի կոչում են շնորհվում մի մարդուն, որը հանդես է գալիս ռաբիս ժանրում, որը որևէ աղերս չունի հայկական երգի, հայկական մշակույթի հետ, թե ֆիզիկական առումով, թե արվեստային առումով, և թե բարոյական առումով։ Սա խոսում է մի բանի մասին։